Internet News։ Բայց մենք միկրոֆոնը պահում ենք հոլից։ Պարոն վարչապետ, այսօր ձեր հրապարակած ներկայացրել եք հայկական արտադրության տեխնիկայի նմուշներ, կարող ենք ենթադրել, որ սա Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճի զարգացման հետևանքն է, եւ որը նպաստել է ռազմաարդյունաբերության զարգացմանը, եւ կարող ենք արձանագրել, որ սա այն ինքնիշխանության բաղադրիչը, որի մասին այդքան խոսում եք, եւ արդյոք շարունակվելու է ռազմաարդյունաբերության զարգացումը եւ պետության օժանդակությունը։ Ընդհանրապես ձեր մտքերի ընթացքը կիսելով ես կարծում եմ, որ գնահատականների մեջ մենք պետքա հնարավորինս պաթոսից դուրս գանք, որովհետև մենք պետք է հասկանանք, որ դա զարգացող պետության համար սովորական երևույթ։ Ես ուզում եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում, երբ որ նախորդող 3 տարիներին մենք շուրջ 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմաարդյունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ եւ գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում եւ նաեւ ես ուզում եմ առիթից օգտվել, գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները արժի եւ պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում իրենց սեփական աչքերով տեսնել մի փաստ։ Ես երևի թե ճիշտ չէ այդ փաստը ես նախապես այսպես անոնս անեմ ինտրիգը նվազեցնելու համար, բայց ես կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այլևս նոր բանակ, նոր որակի, նոր մակարդակի եւ նոր տրամաբանության բանակ, եւ ես գիտեք նաեւ ուզում եմ կներեք, քանի որ այսօրվա մեր հանդիպումը տենց ոչ պաշտոնական մի քիչ ֆորմատի է, ես ասել եմ Երևանի քաղաքապետին եմ ասել, էկոնոմիկայի նախարարին եմ ասել եմ Երևանի մեծ եւ փոքր կենտրոնի բոլոր սրճարաններին եւ ռեստորաններին զգուշացրեք, որ այդ օրը Հանրապետության հրապարակում զորահանդեսի ներկա լինելուց հետո եւ Հանրապետության մնացած տեղերում մարդիկ գնալու են տոնելու եւ նշելու դա եւ թող բոլոր ռեստորանները եւ սրճարանները պատրաստ լինեն այդ իրադարձությանը։ Եվ իհարկե մի կողմից տնտեսական զարգացման հետևանք է, արդյունք է, որովհետեւ տնտեսական զարգացումը բերել է լրացուցիչ միջոցներ, որով մենք ավելի քան 170 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել ռազմաարդյունաբերական համալիրի համար եւ կրկնապատկել ենք գիտության ավելի քան կրկնապատկվել ենք 2.8 անգամ ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը եւ ռազմաարդյունաբերական գործարանների ստեղծումը այդ ամեն ինչի արդյունքում ինքը իր հերթին բերել է նոր տնտեսական աճ։